չեմ իմացել ով է, ինչա, ինչի։ Ես իշ գիտեի Բոջուկյան Ռազմիկի ինչ ունի, որ ինձ բաժին դտալ կամ ենանց, ով էր տենց բանին մտածել։ Հերս ասապատի ուզես ու վերջ։ Գնացինք ուզեցինք։ Խնամախոս են գնացել։ Բան չէի, դենան որ ես էլ չոլմազայի աղջիկեր էլ ունեի, ամեն ինչ էլ ունեի, բայց հերս պետք է ուսնանազային էին։ Ասրեա հերա դու Խելքով մարդ այլ էր։ Հա, խելքով էր, էդ հարցն չէ։ Ունեի, խիչ ունեի աղջիկեր։ Մի քանի հատ, խի մի հատ։ Իսին դասում եմ։ Պատրիան ամենաբարձր գնահատականներ իմ ծնողներն են դրել։ Գիտեին է, որ ասպես են դեմ։ Հա, ինչ գիտեին, չգիտեին։ Գիտեին է։ Համազ ռուսերեն ուսուցչուին ա եղել, ապասել պատմության։ Ինչպես նկատեցիք, Գորիկը կատակում է, քանի որ Զարինեն էլ մի Զարին էր, որ համատեղ կյանքի ընթացքում կարողացավ սեր ու հավատարմություն կռել ընտանիքի պահպանման համար։ Այնպես որ Գորիկի աչքը էլ դրսներում չմնաց։ Շուրջ 50 տարվա անհավանական սիրո պատմություն, որ տարիների հեռվից է գալիս, բայց ամեն անգամ գալիս ու ջերմացնում է Գորիկի ու Զարինեի սրտերը։ Տատն ու պապը կատակի թելը վերցնում ու շարունակում են կծկել։ Գորիկը գլուխգովան է թեպետ տեղին ու արժանի։ Ասում է, թե ժամանակին պաշտոնավոր է եղել։ Ոչ ավել, ոչ պակաս կոլխոզի առաջատար մեխանիկ։ Հարգանք ու պատիվ է վայելել թե գյուղում, թե MTS-ում, շրջանային մեքենատրակտորային կայանում, այնքան, որ այնտեղի կենտրոնական արհեստանոց իր ուղարկած սարքերն ու շարժիչները նորոգվում էին արտահերթ։ Կարճ ասած հեղինակավոր մարդ է, ում դուրն էլ գնար հարցնախոսության, ոչ ավել ու ոչ պակաս խնդրելով ու աղաչելով էին աղջիկ տալու, բայց հայրը նրա համար նույն գյուղից ու թաղից էր հարցնացու ընտրել, ավելին հարցնացուն մանկավարժների ընտանիքից էր և նրանց որոշումն էլ բեկման ենթակա չէր։ Չէ, չեմ էլ ճանաչել իրան։ Գիտեք ոնց ենք հանդիպել։ Դա շատ հետաքրքիր մի գեղեցիկ պատմություն է։ Էդ եկար պատմություն։ Ոչինչ։ Ես հորաքույր եմ ունեցել, իմ անունս Զարինե է։ Հորաքույր եմ ունեցել Զարե անունով, իր պապան իրար սիրելուց են եղել իրար հետ։ Այնքան հետաքրքիր է, ոնց որ Խճեզարե ու Սիրամանթոնը լինի։ Հա, հետո տատիկս չի տվել, ասելա չէ, ինքը որբ տղա է, ես որբի չեմ տար, գերադաս էլա ավելի ունևորի տա։ Բայց իրանց կապը չի խզվել, երկուսն էլ ամուսնացել են ստիպելով, և իր պապան և իմ հորաքույրը։ Հետո իրար էլի դեռ այդ կապը չի ընդհատվել, որոշել են, որ չէ, նորից միանան։ Ու հորաքույրս տենց 10 տարեկանում հացելա, տենց չհասավ իր սիրուն, դե իր պապան է որոշելա, որ անպայման իմ անունս քանի որ Զարե է, անպայման պետք է ինձ ուզի իր տղայի համար։ Մի գյուղից, մի դպրոցից և սեփական ուսուցչի աղջիկ, բայց արի ուտես միմյանց չեն ճանաչել, լա աշխարհի բանին կասեր Զարինեի ուսուցչուհի մայրիկը։ Պատմությունը դա է եղել, թե չէ երկուս էլ իրար չենք ճանաչել։ Հա, գիտեի, որ դասատվի աղջիկա, իրար նմերից դաս եմ բարապել 10 տարի, երկուսն էլ, մեկը ռուսերեն էլ, մեկը… Աղբերի իմ դասընկերն ա եղել, բայց ես էլ իրան, տենց ինքը շուտ ավարտել, գնացել դպրոցից, ես էլ փոքր եմ եղել։ Հա, գիտեի, որ ուսուցչի աղջիկա դե… Ու այդպես մի օր մուտնկնելուն պես հարգված ուսուցիչների տուն խնամախոսության գնացին մի կոնյակով ու մի մատանիով, այսպես կոչված ծրախազեքի։ Գորիկի սիրտը անհանգիստ էր, մի քիչ էլ վախեցած, թեպետ թաղի ամենաքաջ տղան էր։ Վախեցած ու տագնապահար էր, քանի որ ի վերջո իր ուսուցիչների տուն էր խնամախոսության գնում, այն էլ շատ խիստ ուսուցիչների։ Բայց ողորմածիկ հայրը գործ այն գլխից էր բռնել ու քաջալերում էր վաղինակին, վստահեցնում ամեն բան հաջողելու է։ Մի քիչ էլ ակլորացել էր, թե ինքը մեկի տուն հարցնախոս գնա ու որևէ մեկից մերժում ստանա։ Ասել էր դա չլինելու բան է ու ավելացրել, որ այնպես չի լինելու, որ այդ տնից դատարկաձեռն ենք դուրս գալու։ Դրանից Գորիկի սիրտը մի փոքր խաղաղվել էր, անհանգիստ էր, բայց չգիտեր էլ թե ինչու եւ ում համար։ Շատ բան չէր էլ հասկանում, ջահել էի, ջահել, ասում է պապը, այ որ ես խելքից լինեի, գուցե ոտքս ոտքիս առաջ չդնեի, կատակի թելը վերցնում ու սկսում է կծկել պապը։ Աչե մի արախեր, մի կանյակ էր, երկու կանյակ, մի հատ էլ մատան է, ինչ թավուր կար տանը, տղամարդու կլի, թե կնկա կլի, թե կալցո կլի, ինչ չեմ ասում, մի կալցո էր վերում էին ու գնային, ես ընդով ջահել է, շատ է, ես չէի իսկանում էտ իշպան, ես չեմ սկացել, էտ պետի հերնումերս անեին, հերնումերս էլ ինչ ունեին են տալու,
Այդպես բան չկա, իրանք էլ տենց հարուստ չէին էլ սպասում են ժամանակ, որ ինչ-որ պետք է հեսա հրաշք կատարվի։ Փնջացինիները Հրաշք կատարվի չէ։ Բոլորն էլ իմ նման էին ամուսնանում, բոլոր։ Դե սովետական միություններ, եթե շատ հարուստ լինեն, կվախեին, որ այդքան շատ ոսկի անեն, էքսյուրը պետք է պատասխան տան։ Նոր մատանի էր։ Նոր մատանի էր, հա։ Երկրորդ օրն էլ ինքը ինձ համար շատ սիրուն մատանի էր արել, ինքը որ լենական ուսանող ա եղել, ընդեղ արել ա։ Նիձելիա է արել։ Նիձելիա էր, սեն չափածա բոլոր օրերի համար կալից շատ սիրուն էր։ Շատ մատանի չեր էի առնում, Ռուսաստանից էլ բերեի, Ուկրաինայից էլ բերեի մատանիներ։ Այդքան նվերները հետո, իսկ այն հեռավոր օրը իրենց նշանին դե ինչպես կարգն է դեսից դենից խոսեցին, այգիների բերքից, գյուղում մեռնող ապրողից ու ինչպես հարկն է հեռվից զրույցը սկսելով հասան գալու բուն նպատակին։ Աղջկա ուսուցչուհի մայրը հին օրենքի համաձայն մի փոքր առարկեց, ասաց մենք մարդի տալու աղջիկ չունենք, որ իրենց աղջիկը դեռ պիտի սովորի, բայց Զարինեի խստաբարո հայրը կարգադրեց, ինչ ունես ուտելու դիր սեղանին, սա արդեն համաձայնության ավանդական նշանն էր։ Սեղանը դրվեց, նշան տվեցին, իրենցով արեցին եւ անհանգիստ հոր սիրտը տեղը ընկավ։ Կամ ինչպես հայտնի ներկայացման մեջ է ասվում, երկու կողմերն էլ հասան իրենց նպատակին։ Գյուղի աչքի լույս Զարեհին իրենցով արեցին ու սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել։ Իսկ հարսանիքը պետք է ճող լիներ, անկարելի բան էր Բոջուկյան ու Քոչարյան ընտանիքների համար միջակ հարսանիք կազմակերպելը, այնպես որ անգամ հարսի շորը Թիֆլիսից բերեցին, տեսակ ժանյակներով, մարգարիտներով, մի խոսքով ամեն ինչը տեղը տեղին, որ այն ժամանակների համար զարմանալի մի բան էր, մի քիչ էլ նախանց շարժող, հատկապես չամուսնացած աղջիկների համար։ Ասա թող գոհեմել է։ Մենք գնացինք հարսի շորը այն ժամանակ։ Թիֆլիս գնացինք։ Գնացինք Թիֆլիս։ Պատվիրեցինք ընդեղ իր մորակույր ունեին։ Խորզմուրք։ Հատուկ դերցակ էր բոլորի անվանից։ Հա։ Նկարի եկելների համար էր կարում։ Ինքն համար շոր կարեց, հա։ Դրանց ինչ անանամ, բարեն գալի։ Հա։ Ես գիտեք 18 տարեկան եմ եղել, 19-ը իրանց տանը լռացավ, թենց։ Մի բան էլ ուշացրել եմ։ Ընդյան ոտով գնացել ենք մեր տունը ներքևն, իրանց տունը վերևն էր, ոտով։ Դեկտեմբերի 22-ն էր, այսինքն եղանակ էր։ Տակ եղանակ էր, բայց ձին էին ճարել, մի երկու ծնագունդ կերանք այդտեղ։ Շուտ ոտով, զուռնադահոլով, բարելն, շախխուշուխանելով գնացել ենք։ Դե մի ժամանակ 4 զգարի տորտ չկար 200 մետրանոց, որտեղ ես ու գնամ թույնավորվեմ հիվանդանոցին ընկնեմ։ Ես ինչ է բացական բաներ ասում, շատ լավն է։ Պապը հակառակն է պնդում ու սեփական օրինակը բերում, թե ինչպես մի քանի հարկանի տորթից մի հարսանիքում թունավորվեց։ Միկվայդ ավելի ադու գալիս այդ սրահները գեղեցիկ Կանցնե պալասկը, ոչ է սիմներ այդ պալաս։ Սուրճը թափեց ուշադրություն։ Հին ու նոր ժամանակների միջև համեմատություններ անելը ամուսինների բախումն է առաջացնում։ Մենք էլ շտապում ենք թեման շրջանցել։ Զարինեն նոր ժամանակների ջատագովներից է, իսկ Գորիկը ոչ։ Հա, սիրում է գեղեցիկը տեսնել, գնահատել, մասնակցել, բայց ասում է իրենց ժամանակվա համ ու հոտի հետ համատեղելու բան չկա։ Վերադառնալով ընտանեկան դրամատիկ պատմությանը, տատն էլ, պապն էլ պետք է խոստովանեն, որ իրար շատ են սիրում։ Ու այդ սերը տարիքի հետ ոչ թե մարում, այլ գնալով շատանում ու թանձրանում եմ։ Ինչ գոհել է, դե մի գոհել էլ ինչ անեմ։ Համի ասում եմ գնա ձեր տուն գնամ չ։ Ասում եմ մենակ բերել եմ 4-5 հոգի ճամփու դնեմ, ասում եմ չէ, չեմ գնա։ Ես էլ չեմ մրախի, հա։ Կիսուրս որ ասում, կիսուրսն ստացել եմ, հիմա չկա։ Ասում էի թե անմարտես տեսասիրուն տղա է, ասեցի ոնց ուզում ալնի պետք է ինձանով անեմ։ Ոնց էր հպարտանում սենց։ Թե հիմա լսեք, իր մաման շատ խելոք էր, 11 տարի միասին ենք ապրել, հետո մենք սարքեցինք առանձնացանք, էլի ոչ մի անգամ ինքը ինձ մի հատ վիրավորական խոսք կամ մի բան չի ասել։ Եկելա որ տուն դուռը բացելա, ասենք, տեսելա տղենա, ես տանը չեմ, բա տանը չզարինեն, չէ դե չեմ գալիս, որ ինքը տանը չի դուռը փակելա ու ասում եմ, բա տղա տանն էր կմնայր, չէ։ Կեսրաս իրոք խիստ խստապահանջ էր։ Խիստ էր, հա։ Բայց դե գիտեք, որ ինքը ինչ պատճառով է ինձ ընտրել որպես իր տղա, այդ համար ինձ ինքը միշտ ասում է դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում։ Խստապահանջ էր, բայց Ման չենք մեր երեխան սիրեմ ես։ Ամոթորել։
Կատակի թելը ետ են կծկում ու ասում, երկուսի բախտն էլ բերել է ամուսնության հարցում։ Գորիկի հայրը ճիշտ ընտրություն է կատարել երկուսի համար։ Ճիշտ է, սկզբում անծանոթ ու անսեր են ամուսնացել, բայց հետո իրար շատ են սիրել։ Մեկը մեկին լրացնելով շեն տուն տեղ ստեղծել։ Պապը ժամանակին լավ գործերի է եղել, սովխոզի մեխանիկ։ Հետո նաև արտագնա աշխատանքի ուղին է բռնել ու Զարինեին սրտի ուզածի պես պահել ու փայփայել։ Զարինեն էլ դե կիրթ ընտանիքի աղջիկ էր, գնահատող ու հարգող, այնպես որ դրանց ընտանիքում երբեք մի ավելորդ խոսք ու զրույց չի եղել, ու եթե եղել է, ապա համեմված հումորով, սիրով ու քաղցրությամբ։ Զարինեն խոստովանում է, Գորիկը շատ շնորհքով ու սրտով մարդ է, խոսքաշեն ու ձեռքաշեն, համ ձեռքումը կա, համ լեզվումը։ Դու չէ բախտը բերել ա։ Հա, բախտս բերել ա, աստված։ Բախտս բերել ա։ Շատ գոհա։ Դե իշտ է։ Նայում իրար ոնց հասկացա։ Ադե իշտ է կանել։ Ես իրան։ Բա ինչ անենք։ Երկսով ենք մնացել, թորնանարուց մեծացել։ Երկու շաբաթեր ստեղ չէի։ Գնացել էր Սոջի, նոր թորնիկ էինք ունեցել։ Երեք եմ եկել։ Երեք եկել, հա։ Հա։ Եկել եմ տեսել շատ լավ իմ տնտեսությունը, տունը, ամեն ինչ դասավորված, շնորհքով։ Ես եմ քեզ սովորել, ոնց կարա ես վատ պահեի։ Իր բաներ կա իրոք ինքնայից սովորացել, օրինակ ես չգիտեի մածուն մերել, կաթի բանիր անել, այդ ամեն ինչը ինքնայից սովորեցրել։ Այսինքն գյուղական կենցաղին հարմարեցրել։ Չէ, տեղյակ չեմ եղել։ Դե դու ինտելիգենցիայի ներկայացուցիչներ եք ինչ։ Դու մենք աշխատում կա, անասունել պահենք, անասուն պահենք, դենց էլ սովորել եմ իմ տատիցը, իմ մորիցը, իմ հորիցը, վերջում են ինքը։ Բայց ինձ էլ էր դուր գալի գյուղի կյանքը։ Գյուղում այն ժամանակ բոլորը համարյա սենց փուր ունեին հացի ու սիրուն մատնաքաշներ էին թխում ու տան մոտով անցնում էր այդ մատնաքաշի հոտը այնքան համով էր հացի հոտը դե ինչքան հաճելի է իմ փուրները քանդել հայտի պատճառով այդքան չեն անում էլի քանդել են ու ես որ անցնում եմ ասում եմ ոյսի լոբնա երան մի կտորտանուտ ու կիսուրս այդ ամբողջ թաղամասինը կիսուրս էր թխում բոլորինը բանսեն այդ երուզերը ինձ դուր էր գալի ավելի շատ քան ցեն իմ ուսուցչի չգիտեմ այն էլ է լավը բայց այս մի տեսակ ոնց որ ես կարոտ էի էլի տենց այդ բաներին Զարինեն ժամանակի ընթացքում այնպիսի մի անող դնող եփող թափող հարց դարձավ որ բոլորի հատկապես հարևանների բարկությունն ու նախանձը շարժեց որովհետև ոչ մեկ չէր սպասում ինչպես Գորիկն է ասում ինտելիգենցիայի ներկայացուցիչը կարող է այդքան սիրով ու անխոչնդոտ ինտեգրվել գյուղացիական գործերին բայց չէ իսկական պետ ու կտոր որ բոլորին զարմացրեց իր շնորհքով ապացուցեց որ եթե ցանկություն կա կարճ ժամանակում էլ կարող ես ամեն ինչ սովորել ինչպես ասում են մարդու մտքում տեղ լինի թեպետ խոստովանում է եթե չլիներ Գորիկը ու իր կարող ձեռքերը երևի թե գործը գլուխ չգար որ ամբողջ կյանքի ընթացքում Զարինեին թև ու թիկունք եղավ Մի խոսքով ձեր Զարինեին շատ լավ կյանք է Ինչ կարացել եմ ոնց կարացել եմ հա ոնց կարացել եմ ոնց շատ լավ Որ գնացել եմ հիմա էլ ինքը խոհարարությունից շատ լավ է շատ համով ձեռք ունի ինքը աշխատել է նաև ռեստորանը լավ է 10-ից կգամ կտեսնեմ մի համով բան է պատրաստել 3 շաբաթով ստեղ չէի ինքն է հաց պատրաստ ասեցի դե տղես ու հարսս ստեղ են ինքը ամեն օր հաց է պատրաստել նրանք եկել են կերել Այդ ինքը որ ասма խոզեն պահամ, ոչխարեն պահամ, գազեն պահամ, այդ ամեն ինչը որ սիրում, պատրաստի, խորոված, խաշլամա, օրինակ երեք ինձ համար շատ համով այծի խաշլամա էր պատրաստել։ Եկեք հյուրասիրեմ ձեզ։ Համեցեք։ Գարուններ իրար հետ գնում ենք, սունկյանք հավաքում, գնում ենք անտառ, մասուր ենք հավաքում, ես չգիտեմ, դե մենզացել ենք, երկսով ենք, իմ տղեն էլ է շատ լավ տղա, բայց նել իրա կյանքն է ապրում, իրա կնոջեց, իմ հարց, ստեղ են, սաղոր ու ստեղ են իրան, անենց որ մեզ մենակ չեն թողում, մի գիշեր ենք մենակ կնամ, իրանց էլ իրանց տանն են կնեմ, թորները ստեղ են ծնվել, ստեղ են մեծացել, տունը ազատ էր, քանդվում են, մեր տունը, հերանցուց տունը քանդվում էր, հասկանում ես, մի քանդված էր, եթե ասի գնա տղա ջան, ընդի իմ օրոս օջաղը շնացրու, են էլ ոնց շնացրուց, են էլ ոնց շնացրուց, ստեղ էլ պուչ ուրս գնաց, Սոջի ապրում, չի գալ ինչ անան,
Դեսել իրան նայել ուզմա չկա։ Ու այդպես 50 տարվա անհավանական սիրո արդյունքը եղավ 2 տղա երեխաները, թոռները, լավ հարցները, որ Զարինեին ու Գորիկին մենակ չեն թողնում։ Շատ սիրում ու գնահատում են, թեպետ հակառակը լինել չէր կարող, որովհետև իրենք վաստակել են այդ հարգանքն ու սերը։ Հարստությունն է դա։ Մենք ուրիշ փողի հարստությունը ինձ պետք չի։ Այդտեղ սովածել չենք։ Բանել չենք, դենք չենք էլ ձգեմ, ես չեմ ձգտել երբեք աթոռի, ասենք պաշտոնի եւ այլը։ Իմ կյանքը ասենց լավ անցկացել, իմ ընկերը այնտեղ նստած, իմ ընկերների հետ, իմ գոլեգաների հետ, ես գոհ եմ իմ անցած կյանքից։ Սովետական միություններ, բայց գոհ, շնորհակալ եմ։ Այս կյանքում էլ դե միայն իշտենգանի ոչ մեկից նեղություն չենք տալի, ոչ էլ ուզում ենք ոչ պետությանը, ոչ բան։ Մենք մեզ հավաճի, վաղազա, ինչ կարամ ենք պահում ենք, մեզ համար խոզ ենք պահում, երկու ոչխար ունեմ։ Ինչ կարամ եմ, անում եմ իմ երեխանցում, իմ թոռների հիմա։ Պապը, քանի որ շատ խոսքաշեն ու հումորով մարդ է, սկսում է համեմատություններ անել անցյալ ու ներկա ժամանակների միջև։ Թեպետ այդ ամեն ինչը այդքան էլ սիրելի տիկնոջ սրտով չի։ Այն ժամանակ հարսանիքը, որ նշանվել էինք Զարինեի հետ, հարսանիքը մոտենում էր մի 15 օր առաջ, հերս իր մոքրներին բերեր, հորքուրին բերեր տուն պահեր մեր տանը, պատրաստվում էին հարսանիքի այդ կարգն համով ու հոտով, պալատկային դե թողը, ունդեղ բաներ չկար, ես ասում եմ 70-ական Երուսերը էլի մի օր անասուն էին մորթում, հացն էին մորթում, գնում ենք քաղաքներում, ավտո էլ չունենք, ավտոյին ճարում գնում ենք քաղաքներին, հավ ճարում, խոզի տոտող ճարում, խաշ ճարում, խաշ պարտադիր պետք է մի 160-170 պորցիկի, որ մենք երկրորդ օրը խաշտ ենք տալ, այդ արարողությունը մի ընտիր հոյակապ բաներ այդ դրամայա համովը հոտո, հետո քո օջաղը մեզ անում, հասկանում ես, օջաղը մի ուրիշ է, օջաղը այսնի ոնց իմ տողոնը սարքեմ, այս օջաղը մի ուրիշ է, դգուստի պալատկա թողեմ եւ այլն, բայց փառքոս, բայց սրա հատի արդեն ուրիշ թամադյալի, իմ ռոխբերը չեր կարամ թամադյալի, կամ ես չեմ կարամ հաճելի դա, բայց մի պատի դեգան արտասան են թամադյալի բան, ես, գնամ ենք այդ մուզիկան, այդ DJ կան, վերջը ընգաշներու սեուրրած, պախած հասնում են մեր տեղը, մեզ դուր չկալի, թող ջահելը վայելի, ես բան չունեմ ասում, մենք էլ են ժամանատ ենք վայելել, բայց ընդով ժիվոյ մուզիկա է, կենթանի մեր երաժշտություններ, մեր բարիսներ, մեր սերժողներ, մեր գարեներ, տալիս էին ժիվոյ կենթանի մուզիկա, ուրիշ բանանա, անասունը հանում են, երկու ժամ նվագում են, պարամ են, կոխ են բրնում իմ պապերը, որ ոնցն են մորթիլ, այդ մորթում են, սեղան են գծել, այդ են ծելի, բալավ չեր, իսկ հեմին դև, փողը էլի, տանանք մի սրային կտանք, թամաջան էլ կգա, դիջեյն էլ կբերենք, հարսին էլ արեստական կշինեն, կկոկեն, ես իշ դիդեմն չեր կանեն, կսինունանայք զորը տնալոս, չես ճանաչ, ես սխալ բան չեմ ասում, ես սուտ բան ասում, այնց դզում են սվաղամ, որ ես չգիտեմ, Դե սիրուն հարցներ են ելն վերջացում, Դե սիրուն ես չեմ ասում, որ սիրուն չեն ելում, նան չեն ասում, բայց եք սորը լվասվել ու ջեդը դես կճնան չես, էտ են ոնց կար էտ էր, մի բան էլ սիրունացել էր մեր տանը, ինչ ունե որ էր ես ինքսեն, Հետո կասի, որ հիմիկվա ջահելները ամուսնանալ չեն ուզում, մի բան, որ շատ խորտ ու անհասկանալի է իրենց համար։ Չեն ամուսնանում 1000 ու մի պատճառ բերելով, բայց իրական պատճառը վստահ է այլ տեղերում պետք է փնտրել։ Իրենք են, որ 18 դեռ չբոլորած ամուսնանում էին, չէ, ամուսնացնում էին, ու հակ, Խոստովանի, որ ճիշտ էլ անում էին։ 22 տարեկան եմ ես տղա ունեի, ճիշտ եք ասում, հիմի մեր գյուղում ես էլ եմ, չեմ քաշվի, որտեղ ուզում ես ցույց տուր, տղաներից մեծ մասը չեն ամուսնանում, 40 տարեկան ադարելու չի ամուսնանում, դա ցավ է, դա մեծ ցավ է, 40 տարեկան էլ երիտասարդ չի, 40 տարեկան արդեն մարդ է, մեծ մարդ, 40 տարեկան հետ էլ չես ու չի ամուսնանում, էլ եբ դես ծնիլ ամուսնանում, աղբերներ կան չեն ամուսնանում, մեծ մասանք չի ամուսնանում,
Աղջիկներն ամուսնանում են, դե աղջկան պետք է ուզեն որ գնա։ Աղջիկը մեղավոր չի։ Աղջիկը երբեք մեղավոր չի ելել։ Դե պետք է ամուսնանա որ ամուսնանա, չէ։ Պետք է տղեն ինչ որ առաջարկանի բան չգիտեմ, ոնց են անում, կամ նեհենց, կամ հավանի գնան նշանեն եւ այլը։ Չգիտեմ, բայց տղաները չեն անում։ Ես օրինակ երթադրում եմ տղաներ են արդեն տարիքը մի քիչ էր որ մեծանում են միգուցե ամաչում են մի աղջկա հետևից գնան ամեկ չեն հո որ կարող են գնալ տենց առաջ երեք որ խնամախոս են գնացել այդ միջնորդությունը եղել է ամուսնացել են հիմա երևի էդ է պատճառը էլի կամ էլ չգիտեմ ամեն ուզում են որ ամեն որոշներն էլ ուզում են որ ամեն ինչը տեղին լինի նոր պահանջները միգուցե տարբեր պատճառներով Գորիկն ու Զարինեն գյուղում մարգահովիտում մատով ցույց տվովի տուն տեղ ունեն, որ իրենց արդար քրտինքով են ստեղծել։ Զարինեն աշխատում է գյուղի դպրոցում որպես գրադարանավար։ Պապն էլ իր աշխատանքային հարուստ գործունեությամբ հետ չի զիջում տիկնոջը։ Ու այսպես թև թիկունք դարձած մեկը մյուսին լրացնելով ապրում են իրենց ապրելիքը։ Ժամանակին մեծ գյուղական տնտեսություն էլ էին վարում երկուսով կովկթան անում, հիմա էլ կանեին, բայց առողջությունը ու ձեռքերի ճարպկությունը էլ առաջվանը չէ։ Տարիքն իրեն նարել է թեպետ հոգով միշտ երիտասարդ են ու այդպես էլ կմնան։ Մեր գյուղի հիմնական այդ ապրելու աղբյուրը արտագնաց աշխատանքից է։ Արտագնա աշխատանքից է։ Դե հիմա մենք մի ժամանակ կարտոշկային ցանում դե գյուղում ինչ ալեմ, ստեղ բարձրագոտիա, լեռնային, նախալեռնային գոտիա, ստեղ լավ կաղամ, գազար, կարտոշկա, բայց ես վերջերս պոպոքել ալամ Են տխելել ալամ, պնդուկել ալամ, վերջերս խաղողել ալչեմ մեր գյուղում, չգիտեմ կլիման փոխվել է, ոնց որ թե փոխվել է։ Հա, դրանից այսպես որ այդ նշեցի, այդ բանով չես կարա տուն պահես։ Բայց անասնապահությունով կպահես։ Այդ էլ մեծ աշխատանք է պետք է, ասած քրդենում ես։ Ծանր աշխատանք։ Շատ ծանր աշխատանք է։ Դե անասնապահությունը ոչ տոնորեր կա, ոչ անձրև կա, ոչ անասունը պետք է ուտի։ Խոթարքներ մենք շատ ունենք, այն Սարյան կողմը խոթարքներ ունենք հեկտարներով այդ սարերը, բայց ավադեն են գնում։ Ստեղ բավարարվում են։ Այն մեզ օրինակ ես 25-22 ապրանք ունեի, ստեղ պահում ես կողմում, համի մի հատ չունեմ։ Դե հիվանդացա, տղեկս մեկը գնաց Ռուսաստան ընդեղ ապրեմ, մյուսը մի քիչ ներքև ապրեմ, էլի դպրոցում աշխատեմ, ժամանակ չունի, հավմավ պահամա դպրոցի զինղեկնա զայնեն դպրոցում աշխատեմ, մեզ տարիքեմ հլա գրադարանավարոյ է, ես 45-42 տարի աշխատեմ։ Չէ, ես 49 տարի է, ես 16 տարեկանում ավարտել եմ դպրոցը։ Երիտասարդ չունենք, համի ես 70 տարեկան մարդ եմ։ Ես չեզ ասի 22-23 ապրանք պահել եմ, իմ երեխեքներ են օգնեն, իմ կինն էլ օգնել, դպրոց, ես էլ եմ դպրոցում աշխատել ժամանակ, 20 տարի էլ ես եմ աշխատել, դուրս եմ այդ բաներին, հնար չկա, ուժնար չի պատեմ, ծանր աշխատանք է, այ ես մեր թաղում, երկու կով ընդեղ կա, երկու կով ստի ու վերջ, երկով չկա, կա թե համար մենք չգիտենք ինչ անենք էլ, հասկանում ես, ես էլ չեմ կարա պահեմ, չեմ կարա, հարցը դրանım է, հարց հենց առողջականները չիները երիտասարդներն չեն ուզում այդ անասուն պահեն ուրիշ գործը անեն անասուններ չպահեն ավելի լավ է գնան Ռուսաստան աշխատեն այստեղ էս էլ գնաց այդ գնաց Ռուսաստան կերպով են ուզում ապրել այո դե հա դիշխոտս չող չճոնդեմ քաղաքագիրտ ուղղակի չկամ հերիքանամ կնստեմ կաբինետում կաշխատեմ բա որ հերիք ճարամ այս հողն էլ չեմ մշակում բա ինչ անեմ բա ոնց ապրեմ անասուն էլ չեմ պահամ բա տենց կլի տենց էլ կա մարդիկ ես կասեմ տեղերը պետք չի ամանալ նստած կարթ են աղանում ծխում են խմում են ասում են արի գնանք դե այսօր 5000 դրամ կտամ աշխատի մի ռեսխոտ բերենք կամ բան բերենք չի գալ Կեր ժամը դեք ասում պապիրոս տուրել ամեն տեսադի մարդեր կա բայց բարի են մերոնք ես ասեմ կախի չկա ու տենց հալալ յուղի պես չեն ու ամեն մարդեր բան բայց մենք բարի ենք հույրասեր ենք ասենց ուրեմն չգիտեմ հոչել կտանք ով ուզմալի
Սա էլ գյուղի ու գյուղացու մասին, որ շրջանցել կամ անտեսել չէին կարող ամուսինները, քանի որ հազար ու մի թելով են կապված գյուղի ու հողի հետ։ Նրանց մոտ ամեն ինչ կենդանի է, խոսքը, ժպիտը, շարժումը, մի խոսքով անում են ամեն ինչ մարդ մնալու համար, նույնը ուզում են տեսնել այս մեծ ու փուչ աշխարհում, որտեղ ամեն քայլափոխի պատերազմներ են, գաղթ, սուտ ու կեղծիք։ Իսկ ամուսինների պատգամը խորհուրդը մեզ ու ձեզ հետևյալն է։ Ինչքան կարող եք վայել եք կյանքը, բայց վայելելուն ձև կա ու ես չասի։ Վայել եք կյանքը մարդավարի, այն որ հային հարմարավորի հայ ենք, հայությունը չկորցնենք, մենք հայ ենք, մենք պիտի պաշտպանենք մեր ազգը, եթե մենք մեր տրադիցիան չպաշտպանենք, մեզ ով տիել սիրիլ, ու մենք ուրիշ ազգ չենք, մենք հայեր ենք, չէ, բոլորս ենք հայեր ենք, իսկ հայը լավ ազգ է, հայը լավ մարդ է, ես չգիտեմ, դա 4-րդ դարից եկած բաներ է, որ հայը, դե ինչ արած, մեր աշխարհագրական դիրքը, ասենք պոլիտիկայի, լավը չի Չանցնես։ Աշխարհագրական դիրքը չլավ է։ Դե դուք սաղը գիտեք, որ էդ է, էլի, սաղը մուսուլմանական աշխարհի։ Շատ լավն է, մեր գյուղի տեղը, որ վաբշե են տիրա։ Ես կմաղթեմ, որ ամեն մի պահը գնահատեն, որովհետև ամեն մի պահն էլ պատմություն է դառնում ու համբերատար լինեն, շնորհակալ ամեն ինչի համար։ Իսկ մի ես նայում եմ, ձեր խոսքը մի քիչ քաղցրացնեմ, իմ ընկերներից որոշ մարդիկ չկան, արդեն չկան։ Պետք է պահը գնահատեն։ Արդեն չկան։ Ուզում եմ մի գործ անեմ, չեմ կարամ 10 րոպե մնդովանեի, բայց մի ժամ հետևը։ Ես ուզում եմ համխորհրդի կարգով ասեմ, որ իմ համագյուղացիները եւ ընդհանրապես մեր հայությունը ժամանակը ճիշտ օգտագործեն, այդ պահը ճիշտ օգտագործեն։ Եթե ես նույնը ծնվեմ, էլի նույն ձևի դեմ ապրեմ։ Ուշ չեմ կարող։ Նույն ձևի դեմ ապրեմ։ Բայց իրան ցանկանում եմ լավ ապրեն։ Լավ մարդիկ լինեն։ Հայրենիք պահեն։ Իսկ հայրենիքը տանից է գալի։ Տուն, տեղ, իրանց հայրենիքը պահեն։ Իսկ հայրենիք պահելու համար այդպես օդից չեն ասում, դու աշխատես, շրջեք պետք է աշխատես, պետք է աշխատես, առանց աշխատանք հայրենիք չի լմ, այդ հացով վերևից չի տալի, կտա, բայց աշխատանքի վիճակում, իրենց ինչ եմ ուզում ցանկանամ, առողջ լինեն, ուրախ լինեն, մեր ազգը, մեր գյուղացին, մեր գյուղը շատ լավ գյուղ է, հին գյուղ է, 1000 քանի տարվա պատմություն ունի։ Ես չգիտեմ, այն քարն էլ եմ սիրեմ, կարոտում եմ, 20 օր էլ բացակայեմ կմեռնեմ, շուրջս կտրի, կամ իմ գյուղը հասնեմ, իմ գյուղացուն հասնեմ, իմ ժողովուրդը շատ լավ։ Մանան Ավարոսյան, Դավիթ Թամազյան, Մարգահովիտի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։